Տուլայի հետ կապված այսօր, եթե գիտեք, ցավոք սրտի մեկ դիակ նույնպես բերվեց Ռուսաստանից Հայաստան, մեր հսկողության տակ, այնտեղ մնացին 11 հիվանդ, որից մեկը իրականում իրոք էլի շատ ծանր է, լավ կլինի, որ այդ մարդու կյանքը փրկվի, իսկ ինչ մնում է պատասխանատվությանը, ես ասեմ, որ այսօր գործող օրենքով ուղևորած փոխադրումների եւ օրինական եւ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների առումով այդ մեքենան, այդ վարորդը ընդհանրապես իրենք այսօր օրենքի մեջ են գտնվում եւ քննության վերջում պարզ կլինի կոնկրետ պատասխանատվության վրա պատասխանատվությունը ում վրա է ընկնում։ Ես մի բան կարող եմ ասել հստակ մեր կողմից, որ պետությունը այս վթարի հետ կապված միայն մարդկային պատասխանատվություն ունի, այսինքն մենք որպես պետություն պետք է անպայման մեր համաքաղաքացիներին օգնենք, հասնենք իրենց դժվար պահին, կարողանանք ամեն ինչով լինել իրենց կողքը, ինչպես լավ պետություն, որը մենք արեցինք, իսկ պատասխանատվություն այդպիսին քննությունից հետո պարզ կլինի ով կկրի կոնկրետ, բայց ամենայն դեպս դա պետությունը չի, վթարի հետ կապված։ Ինչպես որոշվեց ասացիք, թե ճշտեք կասել, որը փոխհատուցման հարցը։ Այսօր ես կարող եմ մոտավոր թվեր ասել, որովհետև այսօր նիստ եմ հրավիրել եւ նիստը վերջնական որոշում կայացնի, երևի թե մահացածների ընտանիքին 1 միլիոն դրամից ավել գումար կտանք, կոնկրետ թիվը հանձնաժողովի նիստից հետո կասեմ ձեզ, իսկ յուրաքանչյուր ընտանիքին, իսկ տուժածներին երևի թե մինչև 1 միլիոն դրամ։ Կոնկրետ թիվը չասեմ, որովհետև կոնկրետ հանձնաժողովի նիստից անմիջապես հետո դուք կիմանաք, որ մարդիկ ունեցան այդ կարգի օգնություն։ Բացի դրանից բոլոր այն ծախսերը տեղափոխման, արարողության, մանր չթվարկեմ տարբեր բաներ, կառավարությունը նույնպես վերցրել է իր վրա եւ այդ ծախսերը մենք հոգում ենք, բացի դրանից նաեւ օգնում։ Պարոն Բեգլարյան, որի մասին խոսացիք, որ կառավարության նիստում պետք է որոշմամբ ընդունվի, դրվի այս 5-շաբթի օրը։ Այս 5-շաբթի օրը արդեն մոտավոր գումարը այսօր հանձնաժողովում կկոնկրետացնենք եւ 5-շաբթի օրը այդ գումարը կառավարության կողմից կհատկացվի։ Բաղարյան կազմակերպությունը, որը զբաղվում է Իրան-Հայաստան երկաթգծի կազմակերպչական աշխատանքներով եւ ինչի մասին խոսում էր Վարդանը Այվազյան, որքան տարեկան պետբյուջեից գումար է ստանում այդ ընկերությունը։ Եվ ինչով է հիմնավորված այդ ծախսերը։ Երեք փոքր կազմակերպություն է, կոնկրետ թիվը չասեմ, կարող է սխալվեմ, էլի, հիմա մի րոպեից կասեմ։ Բայց ինչի՞ է դժգոհությունն է կոնկրետ պատգամավորի, այսինքն չի երևում այդ կազմակերպությունը, որ աշխատում է։ Ընդհակառակը, պատգամավորը այդ կազմակերպության աշխատանքը ինքը չի տեսնում։ Այդ կազմակերպության աշխատանքը գնահատում է կառավարությունը։ Դժգոհություն չպետք է լիներ, երբ որ կառավարությունն ասեց, որ աշխատանքները շատ լավ անում են եւ բացի դրանից դա կարեւոր է, իսկ եթե կարեւոր չլիներ, հաստատ համոզված եղեք բյուջեով գումար չէր հատկացվի եւ այդ կազմակերպությունը չէր աշխատի։ Մեկ էլ եթե առիթ չեղավ անցած անգամ, որ այերոպորտում էինք, ես մանրամասներ ասեմ, իրականում ես ուզում եմ նաեւ կոնկրետ Տուլայի հետ կապված, բացի նրանից, որ ամեն ինչ արվեց ռուսական կողմից, ես ուզում եմ Տուլայի, կոնկրետ Տուլայի համայնքի բնակիչները եւ ընդհանրապես այն մարդիկ, ովքեր Ռուսաստանում մեր հայրենակիցներն են, բավականին շատ օգնել են մեր տուժածներին եւ մահացածներին։ Այնտեղ ասեմ Տուլայի կենտրոնում կար 2 հյուրանոց, երկուսն էլ պատկանում էին մեր հայրենակիցներին եւ երկուսն էլ 3 օր անընդհատ աշխատում էին անվճար յուրաքանչյուր հայի համար եւ 2 օր առաջ մի քիչ շատ բան վիճակում էի ես ուզում եմ այդ մասին դուք տեղյակ լինեք ու միշտ յուրաքանչյուր աշխատանքի համար պետք է մենք մարդկանց շնորհակալություն ասենք, վերաբերմունք ցույց տանք, որպեսզի այդ մարդիկ
իրենց արածի համար էլ իրենք իրենց լավը զգան։ Ես իրականում այդ մարդիկ կային հիվանդանոցում, ժողովուրդ ջան, ես զարմացած եմ, ոչ մեկ բարեկամ չէին, հայ մարդիկ բարեկամի պես կանգնած էին հիվանդանոցում 24 ժամ իրենց հայրենակիցների կողքին լրիվ լինելով անծանոթ անում էին ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ իրենց լավը զգան։ Պարոն Բեգլարյան, Չէ, իրականում ես որ տեսել եմ, ես որ տպավորվել եմ այդ ամեն ինչով, ուզում եմ փոխանցեմ բոլորիդ եւ փոխանցեմ հանրությանը, որ հայերը իրենց այդ տարածքում պահել են շատ արժանապատիվ, որ այդ մասին նաեւ Ռուսաստանի ղեկավարները ինձ առանձնազրույցում ասում էին, որ իրականում տեղի հայերը անկախ իրանց սոցիալական վիճակից, անկախ իրանց ֆինանսական այդ կարողություններից ամեն ինչով եղել են այդ մարդկանց կողքին։